Բարև ձեզ։ Հայաստանի կառավարությունը 2016 թվականին ընդունել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների ծրագիր, որի համաձայն այս տարի համընդհանուր ներառման կանցնեն Երևանը, Շիրակը եւ Արագածոտնը։ Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն իբրև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ այդ դպրոցներում կրթություն եւ խնամք ստացող տարբեր խնդիրներով երեխաները կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ։ Թեև 2019-ի համար սրանք սպասելի փոփոխություններ են, բայց դպրոցներում խոճապային տրամադրություններ են սկսվել։ Ակնհայտորեն անհանգստություն կա գործընթացի անցնցում ընթացքի վերաբերյալ։ Ինչ խնդիրներ պետք է հաղթահարեն դպրոցները, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սովորողները, ծնողները, ուսուցիչները եւ հատուկ մասնագետները։ Տարբերակ հաղորդաշարի տաղավարում այսօր զրուցում եմ UNICEF-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի եւ Գետառքել գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Դիանա Աղասարյանի հետ։ Բարև ձեզ։ Տիկին Պողոսյան, երբ այս քննարկման համար ես փորձում էի հրավիրել դպրոցների տնօրենների, հասկացա, որ գործընթացի վերաբերյալ վախ ու անհանգստություն կա, որի մասին այնուամենայնիվ դպրոցների տնօրենները իրենք չեն ուզում բարձրաձայն խոսել եւ մի տեսակ խոսափողական դիրքորոշում կար։ Ուզում եմ հասկանալ, թե ներառականության մասին արդյոք մինչեւ վերջ հստակ պատկերացում կա, մարդիկ արդյոք ընդունում են այն նպատակները, որոնք իր առջև դնում է ներառական կրթությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է հատուկ դպրոցներում սովորող երեխաներին ներառելուն։ Եթե հիմնվենք փաստերի վրա, ուզում եմ նշել, որ կա բավականաչափ մեծ վերաբերմունքի փոփոխություն։ Մոտավորապես 50%-ից ավել, ես խոսում եմ հասարակության բոլոր խավերի մասին, 50%-ից ավել մարդիկ ենթադրում են, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են բոլոր երեխաների հետ հավասար ներառվել կրթական համակարգում։ Բայց ինչ խոսքը վերաբերվում է մտավոր խնդիր ունեցող երեխաներին, այստեղ մի քիչ կարծիքները բաժանվում են եւ մոտավորապես մենք ունենք միջև 40% հարցվածների կարծիքը, որ այդ երեխաները կարող են ներառվել հանրակրթական դպրոցներում։ Ասեմ, շատ հետաքրքիր նորից դիտարկում կա, երբ որ նույն հարցը տալիս ենք, թե պատրաստ եք արդյոք ընդունել, որ ձեր երեխան կարող է սովորել ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխայի հետ նույն դասարանում, ապա այստեղ տոկոսը հարցվածների իջնում է նշանակալից։ Այսինքն, երբ չի վերաբերվում իմ երեխային, իմ երեխայի դասարանում սովորող կրթության առանձնատուկ պայմանի կարիք ունեցող երեխային, ես կգերադասեմ այս եզրույթը օգտագործել, ապա կարծես թե մենք համաձայն ենք այդ գործընթացի հետ։ Նույնը երբ խոսում ենք ուսուցիչների հետ, դպրոցի տնօրենների հետ, բոլորն ընդունում են, որ կրթության իրավունքի իրականացումը պետք է ապահովեն բոլոր երեխաների համար, որովհետև երբ մենք խոսում ենք ներառական կրթության մասին, իրականում մենք խոսում ենք կրթության իրավունքի իրականացման մասին, եւ այսօրվա բարեփոխումներով դպրոցների առաջ դրված է հենց այդ մարտահրավերը՝ ապահովել պայմաններ բոլոր երեխաների կրթական իրավունքը հանրակրթական դպրոցում իրականացնելու համար։ Մյուս կողմից նաեւ այս բարեփոխումները բարձրացնում են ակնկալիքները դպրոցներից բոլոր աշակերտների առաջադիմության համար։ Այ երբ որ մենք խոսում ենք արդեն առաջադիմության, ակադեմիական գիտելիքների մասին, այստեղ է որ գալիս են ուսուցիչների, տնօրենների անհանգստությունը, որովհետև շատերը ենթադրում են, որ կրթության առանձնատուկ պայմանի կարիք ունեցող երեխաները կարող են խոչընդոտել այն ցուցանիշներին, որ դպրոցները տարիներ շարունակ կարողացել են ապահովել։ Եթե վերադառնանք մեր հանրակրթական դպրոցներում առաջադիմության ցուցանիշներին, այստեղ էլ թույլ տվեք մի փոքր քննադատաբար վերաբերվել, մենք բոլորս գիտենք այն խնդիրների մասին, որ այսօր հանրակրթական դպրոցը ունի եւ կրթության որակի մասին հանրակրթական դպրոցներում եւ ես չեմ կարծում, որ կրթության առանձնատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի մուտքը հանրակրթական դպրոց պիտի ազդի կրթության որակի վրա։ Արդեն մենք ունենք կրթության բավականաչափ ցածր որակ, որի մասին վկայում են բուհերում, բուհական համակարգում գնալով նվազող նիշերը բուհ ընդունվելու եւ որի մասին վկայում են նաեւ
այսօր աշխատաշուկայում որակյալ աշխատուժի մեծ պահանջարկը, բայց առաջարկը չկա, այսինքն կրթական համակարգը չի կարողանում ապահովել աշխատաշուկայի պահանջները։ Ավելին ես ասեմ միջազգային փորձի վրա հիմնվելով կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի մուտքը դպրոց ստիպելու է, որպեսզի դպրոցի ուսուցիչները ավելի մեծ ճկունություն դրսևորեն, փնտրեն, որոնեն նոր ուսումնական գործընթացը կազմակերպելու մեթոդներ, որպեսզի կարողանան տարբեր կարիքի երեխաների կրթական կարիքները բավարարեն։ Իսկ սա նշանակում է, որ ուսուցիչը պիտի լրացուցիչ աշխատի իր վրա։ Սա նաև մարտահրավեր է դպրոցի տնօրենների համար, ես դա եմ շատ լավ հասկանում, որտեղ դպրոցի տնօրենը պետք է մտածի համապատասխան ռեսուրսներով դպրոցը ապահովելու։ Եթե մենք խոսում ենք ֆիզիկական հաշմանդամություն կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մասին, ապա օրինակ հասանելի եւ շատ հաճախ բերվող օրինակը դա դպրոցների շենքերի ֆիզիկական մատչելությունն է, բայց ուզում եմ ասել, որ եթե մենք նայում ենք վիճակագրությանը, ապա ֆիզիկական մատչելության խնդիր ապահովելու խնդիր շատ քիչ դպրոցներ կունենան, որովհետեւ իրականում այդ երեխաներն էլ անվասայլակով կամ քայլակով շատ ավելի քիչ տոկոս են կազմելու ծանր խնդիր, օրինակ վերջերս արված վերլուծության արդյունքներում պարզեր, որ ծանր խնդիր ունեցող երեխաների թիվը մոտավորապես 2%-ն է։ Եթե այդ 2%-ը բաշխենք մեզ 1400 դպրոցի վրա, ուրեմն այդ դպրոցներից շատ կարելի է մատերի վրա հաշվել, թե քանի դպրոցում կհայտնվեն այդ երեխաները։ Մյուս խնդիրը տեսողության, լսողության խնդիր ունեցող երեխաներն են, որոնց համար նորից պետք է հատուկ օրինակ լսողության խնդիր ունեցող երեխային հանրակրթություն ինտեգրելու համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը տիրապետի որոշակի գիտելիքների, այն մեթոդների վերաբերյալ, որոնցով պետք է կազմակերպել լսողության խնդիր ունեցող երեխայի ուսուցումը, նրա հետ հաղորդակցումը, այդ հաղորդակցման խնդիրը երևի առաջին խոչընդոտներից մեկն է, որ ցանկացած ուսուցիչ, տնօրեն ակնկալում է, որ պիտի ունենան, որովհետև իրենք չգիտեն, թե ինչպես կազմակերպել հաղորդակցումը տարբեր խնդիր ունեցող երեխաների հետ։ Ես էլի եզրույթը կգերադասեմ օգտագործել կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, որովհետև ոչ բոլոր երեխաներն են, որն են կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, բայց նաև հաշմանդամություն, բայց չգիտես ինչու, երբ խոսում ենք ներառական կրթության մասին, բոլորը միանգամից մտածում են հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, մինչդեռ ներառական կրթությունը ինքը շատ ավելի լայն գործընթաց է եւ շատ ավելի լայն սպեկտր ունի, դա կարող է լինել եւ սոցիալապես անապահով խմբի երեխա, դա կարող է լինել հեռավոր գյուղական համայնքի երեխա, որի դպրոցական միջավայրը ապահովված չէ այն ռեսուրսներով, որ դպրոցը կարողանա որակյալ կրթություն ապահովի, դա կարող է լինել Ռուսաստանից վերադարձած երեխա, որի ընտանիքի հետ վերադարձել է եւ ունի լեզվական խնդիր, այսինքն ուսուցումը կազմակերպվել է ռուսերեն լեզվով, հիմա պիտի անցում կատարվի հայերեն լեզվով, սրանք բոլորը կրթության առանձնահատուկ պայմաններ են, որը դպրոցները պիտի կարողանան բավարարել։ Շնորհակալություն Տիկին Աղասարյան, դուք ձեզ եւս պատել են այդ խոչապային տրամադրությունները։ Իհարկե, միանշանակ հանրակրթության ոլորտում այս մասով անելիքները շատ են, խնդիրները խորքային են, հոգեբանորեն պիտի պատրաստել մանկավարժական կազմին, որպեսզի դպրոցում ձևավորվի խորը հանդուրժողականության մթնոլորտ, մյուս ծնողների հետ մենք ունենք, այսպես ասեմ, ներառական մի բալիկ, սակայն փաստաթղթերով այդ մասին ոչ միտեղ ոչինչ գրված չէ, համենայն դեպս մեզ չկա այդ մասով ոչ մի փաստացի տվյալներ, մենք ինքներս հասկանում ենք, որ երեխան ունի խնդիրներ, մենք իր հետ աշխատում ենք անհատապես, շատ հաճախ ուսուցչին ուղարկում եմ սեմինարների, որպեսզի ինքը պատրաստված լինի, կարողանա երեխայի հետ շփվելու, որոշակի պայմաններ ապահովել, մյուս ծնողների հետ եմ անհատական հանդիպումներ ունենում, մենք առնչվել ենք մի շարք խնդիրների, երեխայի պահվածքից բխող խնդիրների, մյուսների չհանդուրժելու, համենայն դեպս ըստ ինձ թվում է շատ պիտի լինեն հոլովակներ սոցիալական այս առումով, որպեսզի դիտեն
մի փոքր փոխեն իրենց հայացքները, անելիքը շատ է։ Ինձ թվում է հոգեպես պիտի պատրաստել բոլորին, ովքեր անելիք ունեն այս ոլորտում։ Իսկ դուք ինչպես հաղթահարեցիք այդ հոգեբանական խոչընդոտները։ Սկզբից ասացիք, տեսեք, ընդամենը մեկ երեխա ունեք, իսկ Երևանում, երբ որ անցնեն այդ գործընթացին, այնտեղ բնականաբար խոսքը վերաբերում է ոչ թե մեկ կամ տասնյակ, այլ հարյուրավոր երեխաների։ Ինչպես հաղթահարեցիք դուք այդ Առաջին բանը, որ արեցի, հավաքեցի ծնողներին ինձ մոտ, դիտեցինք մի հատ տեսանյութ, զգացի բոլորի մոտ արդեն այդ կոտրված այն տրամադրությունը, որով ինձ հրավիրել էին զրույցի, որ այլևս չեն կարող հանդուրժել, բա չէ որ դուք պաշտպանում եք մի բալիկի շահը, բա այն 14-15-ի շահով պետք է պաշտպանի, այսպիսի ըմբոստ բաներ, դե դա նորմալ է, հասկանում եմ, ես հասկացա, որ անելիքը ունեմ այս կողմից, հակառակ կողմից ես պիտի սկսեմ անելիքս, արդյունավետ հիմա համագործակցություն ունենք մյուս ծնողների հետ, հրաշալի ծնողական խորհուրդ ունենք, որոնք զբաղվում են այս գործընթացով, հերթական տեսահոլովակի դիտումը նախատեսել ենք շուտով, արդեն զգում եմ որտեղից սկսվում է ինչ-որ խնդիր, դեռևս հոգեբանական պահն եմ ապահովում, մնացած մասով արդեն կառավարությունը ինքը կորոշի ինչպես ճիշտ է, այնպես էլ կվարվի։ Շատ լավ, Տիկին Պողոսյան, փաստորեն մենք այլ մարզերի օրինակներով եւ տեսել ենք եւ լսել ենք այն բախումների մասին, որոնք առաջանում են հանրակրթական դպրոցների դպրոցական միջավայրում եւ ենթադրվում է, որ Երևանում այդ բախումները ավելի սաստիկ են լինելու, ոչ միայն պատասխանատու գերատեսչության եւ դպրոցների միջև, այլ նաեւ ուսուցիչների միջև, ուսուցիչների եւ աշակերտների միջև, ծնողների միջև եւ ծնողների եւ ուսուցիչների միջև այս տեսակ բախումներ։ Ինչպես կարելի է վերահսկելի դարձնել իրավիճակը ձեր կարծիքով։ Գիտեք, հիմա դուք ներկայացնում եք իրավիճակը ու դուք արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունեք, որ ակնկալվում են բախումներ Երևանում այդ ներառական կրթության։ Ես պարզապես չեմ ուզում բառացիորեն ցիտել, մեկը ասաց բունտը անխուսափելի է լինելու։ Ես փորձում եմ սա մեղմ ձևակերպել, իրենք բունտի են պատրաստվում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես կարելի է հանգստացնել կամ։ Տեսեք, եկեք հիմնվենք հաջողության պատմությունների վրա։ Իսկ հաջողության պատմություններ մեր կրթական համակարգը շատ ունի։ Եվ տնօրենը նշեց, որ տեսահոլովակ են դիտել։ Համոզված եմ տեսահոլովակում որևէ երեխայի հաջողության պատմությունն է։ Հաջողության պատմություններ կան նաև համաշխարհային, հա։ Մենք անցյալ տարի ընդամենը կյանքից հեռացավ անգլիացի հայտնի ֆիզիկոս, տեսաբան Սթիվեն Հոքինգը։ Եվ ամբողջ Facebook-յան տարածքը լցվեց։ Հաջողության պատմություն է Սթիվեն Հոքինգի պատմությունը։ Հելեն Քելեր, մեկ այլ ամերիկացի գրող, ուներ խլություն, կուրություն, էլի հաջողության պատմությունն է։ Իրականում այս կրթական համակարգի բարեփոխումները եւ այս մարտահրավերը, որ կարող են շատ ավելի երեխաներ ներառվել կրթական համակարգի մեջ, պիտի հիմնված լինեն հաջողության պատմությունների վրա։ Ինչ վերաբերվում է անհանգստություններին, խոճապին, դա բնական է։ Խոճապի են ենթարկվում այն ժամանակ, երբ չգիտեն ինչպես հարաբերվել խնդրի հետ, ինչպես լուծել խնդիրը։ Պիտի մոտենալ, տեսեք տնօրենը նշեց, ես կոչ կանեի չկիրառել ներառական երեխա, հա, այդ եզրույթը, կախված նրանից, թե մենք ինչ եզրույթներ ենք կիրառում, այդպես էլ վերաբերմունքն է ձևավորում։ Մենք ունենք բազմազանություն դասասենյակում, եւ մենք պիտի սովորենք աշխատել այդ բազմազանության հետ, տարբեր կարիքի երեխաների հետ, ես խոսքի սկզբում նշեցի, իսկ դա պահանջելու է մեզ մանկավարժներից, դպրոցներից ճկունություն։ Իհարկե մենք պիտի համախմբենք բոլորս մեր ուժերը, այսինքն ուսուցչին մենակ չպիտի թողնենք, տնօրեն, ծնող, ուսուցիչ, ինչու՞ չէ, նաև աշակերտներ պիտի համախմբենք, պիտի օգնենք մեկս մյուսին եւ բոլորս միասին կարողանանք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք մեր առջևում կան եւ սպասում են։ Նույնը Երևանի դեպքում այսօր
Հայաստանի կրթական համակարգը էլի ես համարվում եմ մեծ ձեռքբերում ունի, որովհետև եթե մենք համեմատում ենք սովետական միության մյուս երկրների հետ, մեր կրթական համակարգը օրենսդրորեն բաց է բոլոր երեխաների համար։ Մենք այսօր խնդիր ունենք այդ ներառման գործընթացների կատարելագործման եւ որակի բարձրացման։ Եվ խոսքը վերաբերվում է եւ օժտված երեխաներին, ես սա ուզում եմ հատկապես նշել, որտեղ օժտված երեխա եթե կա դասարանում, ուսուցիչը էլի շատ անհանգիստ է։ Եթե կա երեխա, որը ունի սովորելու դժվարություններ, ուսուցիչը դարձյալ անհանգիստ է, որովհետև երկու աշակերտի դեպքում էլ լրացուցիչ ջանքեր են պահանջվելու այդ ուսուցիչից, որպեսզի կարողանա այդ երեխաների միտքը, չգիտեմ, սիրտը բացի ուսման գործընթացի նկատմամբ իր առարկայի նկատմամբ։ Իսկ դա երևի ուսուցչի ամենակարևոր դերն ու խնդիրն է։ Առաքելությունն է, ուսուցչի կնշեմ նաև, որ առաջին հերթին յուրաքանչյուր ուսուցիչ պիտի հոգեբանորեն ներթափանցի յուրաքանչյուր երեխայի ներաշխար։ Այսօր ունենք իրականություն, երբ երեխան արդեն խնդիրներով դպրոց է գալի տանից, ահագին խնդիրները ուսերին, առավոտյան, անտրամադիր գալիս է, եւ ասում եմ, դասը մի կողմ թողեք, զրուցեք, փորձեք հասկանալ երեխայի տրամադրությունը ինչի է այդպեսին։ Մենք օրվա պլանով սովորել ենք, որ պիտի ստանդարտ մտնենք, մեր դասն անենք, հաջողված է թե հաջողված չի, թող մնա, կարևորը մենք մեր գործն արեցինք։ Միշտ հորդորում եմ, ասում եմ հարգելիներս, եթե ձեր դասի 5%-ը իրանց մոտ չհասավ, ուրեմն իրանք խնդիր ունեն։ Նախ հասկացեք իրանց խնդիրը ինչումն է։ Տիկին Աղասարյան, կոնկրետ դուք տեսեք նշում ենք, որ ուսուցիչների դերը ինչքան մեծ է եւ ինչքան կարեւոր է նրանց պատրաստված լինելը։ Կոնկրետ դուք ինչպիսի օգնություն եք ակնկալում այս մասով ձեր դպրոցի ուսուցիչների վերապատրաստման։ Ինչի կարիք ունեք դուք։ Ես ինքս իրենց հորդորում եմ եւ խնդրում եմ եւ ես ինքս էլ աչալուրջ հետևում եմ, որտեղ որ վերապատրաստումներ կան ներառական կրթության մասին, անպայման ասում եմ մասնակցեք ընկերներ, սա մեզ պետք է։ Ասում են դե մենք չունենք ներառական բալիկ, ասենք, ես չասեմ հատուկ կարիքներով, ահա։ Ասում եմ ոչինչ։ Եկեք հետաքրքրվենք, իմանանք կարիքը շատ մեծ է եւ հենց մենակ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, խնդիրը ճիշտ գնահատելու եւ համագործակցություն պայմանը ապահովելու։ Իհարկե հրաշալի ուսուցչական կազմ ունեմ, ովքեր համագործակցում են, բայց այս մասով անելիքները շատ են։ Մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաներին ինտեգրելու, ներառելու, ինչպիսի գործիքներ կան այսօր։ Գիտեք, կուզեի ճշտել նախ, որտեղ մի փոքր տեղյակ եմ նախարարության ծրագրերից, այնուամենայնիվ մասնագիտացված որոշ հատուկ դպրոցներ մնալու են։ Սա առաջին խնդիրը, օրինակ տեսողության, դասողության խնդիր ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցները, բայց կարգավիճակը նրանց կփոխվի, այս պահին քննարկվում են դրանք ռեսուրս կենտրոններ դարձնելու գաղափարը, որտեղ այդ կմշակվեն նաև այն մեթոդները, արդեն կան այդ մեթոդները, բայց կշարունակեն կատարելագործվեն մեթոդները, որոնցով պետք է աշխատել այդ երեխաների համար, բայց այդ երեխաների հետ, բայց նաև այդ դպրոցները կօգնեն մյուս դպրոցներին, եթե ծնողը ցանկություն ունի, որ երեխան սովորի իր համայնքի դպրոցում, իսկ սա է կարևորը այս ներառականության գործընթացում, որ երեխաները չկտրվեն իրենց ընտանիքից եւ չլինեն փակ հաստատություններում, ապա այդ դեպքում այս դպրոցները կարող են աջակցություն տրամադրել այդ համայնքի հանրակրթական դպրոցին մեթոդաբանության տեսանկյունից, ուսումնական պարագաների, ասենք օրինակ տեսողության խնդիր կամ կույր երեխայի համար դա կարող է լինել բրայլյան դասագիրքը եւ այլն։ Ինչ վերաբերվում է մանկավարժ հոգեբանական աջակցությանը, ապա կամ այն հատուկ մեթոդներին, որոնցով հնարավոր է տարբեր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրումը, այդ մեթոդները կա համաշխարհային փորձ, օրինակ ուսումնական գործընթացը կազմակերպելու մեթոդներից մեկը ուսուցման համընդհանուր ձևավորման կամ համընդհանուր դիզայնի այդ մոտեցումն է, երբ ուսումնական նյութը ուսուցիչը կարող
կարողանում է հարմարեցնել տարբեր կարիքի երեխաների համար, կամ տարբերակված ուսուցումն է, համագործակցային ուսուցումն է, ուսուցման մեթոդները բազմազան են, եւ ես համաձայն եմ տնօրենի հետ, որ պետք են վերապատրաստումներ ուսուցիչների, եւ այդ վերապատրաստումները ոչ միայն պետք է լինեն, ասենք 5-օրյա, 10-օրյա վերապատրաստումներ, այլ նաեւ պետք է տրամադրվի առնվազն 1 տարվա ընթացքում աջակցություն ուսուցչին, խորհրդատվություն, մենթորական աջակցության տեսքով, որպեսզի ուսուցիչը հնարավորություն ունենա անընդհատ հաղորդակցվել, անընդհատ քննարկել իր դժվարությունները, իր հաջողությունները դասարանում, իր մենթորի հետ եւ կարողանա համապատասխան լուծումներ տալ։ Սա մենք ամեն դեպքում UNICEF-ի տեսակետն է, որ ուսուցչին մենակ չպետք է թողնել դասարանում։ Մինչև հիմա արված վերապատրաստումները եղել են այսպես կոչված կասկադային վերապատրաստումներ, այսինքն երբ վերապատրաստողին վերապատրաստել են, դա հիմնականում դպրոցի տնօրենն է եղել եւ թիրախը ճիշտ է ընտրված եղել, որովհետեւ եթե դպրոցի տնօրենը չհավատաց, չեղավ կրողը այդ ներառական գաղափարախոսության, ապա դժվար կլինի նաեւ իր դպրոցի ուսուցիչներին այդ գաղափարի կրողը դառնալ։ Այսինքն տնօրենը պիտի լինի առաջին հերթին գաղափարի կրողը եւ հետո այդ գաղափարը տարածող աջակցողը եւ պիտի տնօրենը օգնի ուսուցչին ոչ միայն հաջողությունների պարագայում գնահատի հաջողությունները, այլ նաև խոչընդոտների եւ մարտահրավերների ժամանակ կանգնած լինի տնօրենի ուսուցչի կողքին։ Եթե ուսուցիչը հասկացա, որ ինքը մենակ չի այս գործընթացում եւ իրեն կան աջակցողներ, դա տնօրենն է, ծնողներն են, մանկավարժահոգեբանական աջակցության բազմամասնագիտական թիմի անդամներն են, ես կարծում եմ, որ ուսուցիչները իրենց շատ ավելի վստահ կզգան։ Նույնն էլ ծնողների մասին կարող եմ ասել, եթե ծնողները հասկացան, որ դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան այդ հանդուրժողականության մթնոլորտը ձևավորեն իրենց երեխաների համար ապահով ուսման նկատմամբ բարեհաճ միջավայր դպրոցում եւ հաճելի ուսումնական միջավայր, ապա իրենք էլ երեխայի համար անհանգստություն չեն ունենա։ Դուք ասացիք, որ մինչև հիմա այդ վերապատրաստումները եղել են կասկադային, այսինքն վերապատրաստողը վերապատրաստել է։ Կարծում եք, որ պիտի ուղիղ վերապատրաստումներ լինեն ուսուցիչների։ Ցանկալի կլիներ, իհարկե դա կապված է մեծ ռեսուրսների հետ եւ մենք չենք կարող ակնկալել, որ այդպիսի դա հնարավոր է, բայց կրթության ես նաև մտահոգություններ եմ լսել այդ մասին, որ ցանկալի է ուսուցիչները անձամբ իրենք վերապատրաստվեն, այո, մասնակցեն, այսինքն իրենց չփոխանցվի այդ ինֆորմացիան, այլ իրենք տևական ժամանակ գտնվեն այդ միջավայրում, գործընթացի մեջ, որպեսզի իսկապես յուրացնեն։ Նաև այդ մոտեցումը կա որոշ մասնագետների կողմից, այսինքն ենթադրվում է, հա, որ ռեսուրսներ չկան։ Իրականում այսօր ուսուցիչների վերապատրաստման ամբողջ գործընթացն է վերանայման procesum կրթության ազգային ինստիտուտում էլի մենք արդեն 3 տարի շարունակ լսում ենք բարեփոխումների մասին եւ կարծում եմ, որ այդ բարեփոխումները հիմնված կլինեն այն քաղաց դասերի վրա, որ մինչեւ այժմ եղել են, որովհետեւ էլի 5 տարին մեկ էր ուսուցիչը նախքին, հա, կարգով պիտի անցներ վերապատրաստում Եվ միգուցե դա բավարար չի 5 տարին մեկ վերապատրաստումի։ Իհարկե մենք գործ ունենք կոնկրետ Երևանի դեպքում մոտ 5000-ից ավել ուսուցիչների հետ եւ այդ 5000-ին նախապատրաստել մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ նախատեսված է անցումը, եկեք բոլորս էլ ընդունենք, իրատեսական չէ։ Ինչքան էլ մեծ ռեսուրսներ ունենանք եւ բանակ վերապատրաստողների, դա իրատեսական չէ։ Իսկ կարող է Տիկին Աղասարյան այդտեղ խնդիրներ լինեն, օրինակ, եթե իրատեսական չէ մինչև սեպտեմբեր, որ բոլոր ուսուցիչները վերապատրաստվեն։ Ես ամեն դեպքում կշարունակեմ նույն գործելավոճը, ես ինքս հասկանում եմ խնդիրը, որտեղից է գալիս, փորձում եմ արագ լուծում տալ եւ ինքս եմ փորձում վերահսկել իրավիճակը։ Գիտեք, մի հարցի մասին մենք բաց թողեցինք, ցանկանայի ուղղակի անդրադառնալ, արդեն անձնային էստեղ որակում կարող եմ տալ։ Մարդը, եթե ինքը էությամբ հանդուրժող է,
նույնիսկ կարիք էլ չի ունենա որևէ վերապատրաստման։ Չհանդուրժող մարդը ուզում ես ամեն օր վերապատրաստի իրեն։ Ինքը մի կետում գալու է փակուղի է մտնելու։ Երբեք չի փորձելու իրավիճակը այնպիսի գնահատական տա, որտեղ թողնի մի կողմ իր բնավորության որոշակի գծերը, չէ՞։ Այստեղ ինձ թվում է Տիկին Պողոսյանը 5000 ուսուցչի մասին խոսեց։ Մենք չենք կարող ենթադրել, որ այդ 5000-ն էլ հանդուրժող կլինեն, ինչ անենք։ Այդ խնդիրը կա, որ ուղղակի չգիտեմ, ընթացքում էլ իրենք էլ երևի վերապատրաստումների ժամանակ պետք է որոշակի հմտություններ նախ գիտելիքների առումով ունենան, ինչպես տիրապետել իրավիճակը, ինչպես գործել, բայց ամեն դեպքում անձնային որակումը, այստեղ որպես մարդ իրատեսակը հանդուրժող է, ոչինչ կարող է ինքը չարությունը բարությամբ եւ այլն, այստեղ ունենք շատ մեծ խնդիրներ։ Եվ ասում եմ, եւ դժվար կլինի, եթե նույնիսկ ամեն օր այդ մարդը վերապատրաստվի, եթե ինքը չի ընդունում այդ իրավիճակը։ Հրաշալի մասնագետ է, հրաշալի մանկավարժ է, ոչինչ չունեմ ասելու։ Այստեղ հատուկ առաքյալներ, այստեղ բնավորությամբ հանդուրժող մարդիկ են պետք, որպեսզի կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Իսկ ուզեի ավելացնել, տեսեք, էլի 5000-ի մասն ենք խոսում, բայց Երևանում մենք արդեն իսկ ունենք մոտ 60 դպրոցներ, ովքեր անցել են այս գործընթացը շատ ավելի վաղ եւ ունեն այդ փորձը։ Այդ պիտի հիմնվել հենց այդ դպրոցներում եղած լավագույն մասնագետների վրա եւ հնարավոր է այդ դպրոցները հենց իրենք դառնան այդ մշակույթը տարածող կենտրոններ, կոնկրետ Երևանի համար։ Ես կարծում եմ այդպես պիտի առաջ գնա։ Մի շատ կարևոր հարց կա, որի մասին ես կուզեմ, որ մենք խոսենք, քանի որ հատուկ դպրոցները, այսպես ասենք, փակվելու են, չասենք վերակազմավորվել, որտեղ մարդիկ հիմնականում հասկանում են, որ չեն լինելու որպես այդպիսին դպրոցներ, երեխաների մեծ մասը բնականաբար վերադառնալու են ընտանիքներ, համայնքներ։ Եվ դպրոցներում իրենք սնվում էին, գիշերում էին, խնամք էր իրականացվում նրանց նկատմամբ եւ հիմա նաեւ այդ վախը կա թե համայնքներում եւ թե ծնողների մեջ նախ ծնողները հասկանալի է արդեն կսկսեն դժվարանալ սոցիալական կարիքները համայնքներում շատ են իրենք մեծ դժվարություններ կունենան այդ խնամքը վերցնելու իրենց վրա ել չեմ ասում որ համայնքներում այնքան թույլ են ծառայությունները, որ համայնքային ծառայություններ էլ որպես այդպեսին չկան զարգացած, որպեսզի այդ երեխաներին ընդունեն եւ համայնքում պահեն։ Ինչպես են հաղթահարվելու այս խնդիրները։ Պատկերացում կա ընդհանրապես մասնագիտական դաշտում, ինչ է լինելու, երբ որ այս երեխաները վերադառնան համայնքներ։ Կարծում եմ նաև կլուծվի նրանց համար առանձնահատուկ պայմաններ ստեղծելու ֆակտորը պարտադիր պետք է։ Համայնքներում, այո, նաև որտեվ դպրոցներում մենք այսօր չունենք թեքահարթակներ։ Շատ դպրոցներում չունենք, թե կոնկրետ մեր դպրոցում։ Ես որքան հասկացա, թեքահարթակների խնդիրը ամենամեղմ խնդիրն է։ Ամեն մեկը մի կերպ լուծել է։ Որոշները թեքահարթականման ինչ որ բաներ են կառուցել իրենց դպրոցները, պայմաններ ստեղծել են ֆիզիկական մատչելիության պայմաններ ստեղծել են, իսկ դա ամենափոքր խնդիրն է ըստ էության։ Այնտեղ կան ավելի լուրջ խնդիրներ, օրինակ ինչպիսի խնդիր է սոցիալական շատ սուր կարիքը։ Ես զարմացա, որ տարեսկզբին նախարարության ներկայացուցիչը մի հանդիպման ժամանակ հայտարարեց, որ երբ որ սկսել էին արդեն ուսումնասիրել հատուկ դպրոցներում երեխաների, ուրեմն կարիքների գնահատում էին սկսել անել, պարզվել էր, որ 4 դպրոցներում, 4 հատուկ դպրոցների տվյալներով դեռևս այն ժամանակ, ուրեմն 390 երեխայից, եթե չեմ սխալվում, 191-ը հատուկ դպրոցներում հայտնվել է ոչ թե այդ հատուկ կարիք ունենալու պատճառով, այլ զուտ սոցիալական կարիքի պատճառով, այսինքն մարդիկ իրենց խնդիրը փորձել են լուծել հատուկ դպրոցում։ Եվ ենթադրում են, որ այս երեխաները, երբ որ վերադառնան համայնքներ, սոցիալական մեծ բեռ է ավելանալու։ Սրա մասին ընդհանրապես խոսում են։ Իհարկե խոսում են դրա մասին, տեսեք, մենք հատուկ դպրոցների մասին եթե խոսենք, 2000 թվականին մոտավորապես 51 հատուկ դպրոց է եղել 12000-ից ավել աշակերտներով, ես մի քիչ թվերով խոսեմ, հա, եւ արդեն այդ ժամանակ UNICEF-ը եւ երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ կառույցներ ուշադրություն դարձրեցին այն հանգամանքի վրա, որ անցումային ժամանակաշրջանի դժվարություններից ելնելով շատ ծնողներ
իրենց երեխայի կրթությունը կազմակերպելու համար գերադասել էին հատուկ դպրոցները, չնայած այդ երեխաները հատուկ որևէ կարիք չունեին բացի սոցիալական կարիքից, այսինքն ապաստանի սնուցման խնդիր էին լուծել։ Եվ հենց այդ ժամանակներից, երբ որ արդեն պարզ դարձավ, որ երեխաները հայտնվել են այդ փակ հաստատություններում ոչ թե որովհետև նրանք ունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, իհարկե սոցիալական կարիքն էլ է առանձնահատուկ պայման, այլ սոցիալական խնդիրների պատճառով, այդ ժամանակ արդեն Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է երեխայի իրավունքների մասին հռչակագիրը եւ հրամայական էր պետության առաջ դուրս բերել սոցիալապես անապահով երեխաներին այդ հաստատություններից եւ վերադարձնել ինտեգրել իրենց ընտանիքների հետ, սկսվեց այս գործընթացը։ Մոտավորապես 16-17 թվականին արդեն մենք ունեինք ուղիղ կես այդ դպրոցների, մոտավորապես 20-23 դպրոց հատուկ դպրոցներ ունենք։ Հիմա էլի այս գործընթացը շարունակվում է 2014 թվականին հանրակրթության օրենքում փոփոխություններ իրականացնելուց հետո, բայց ասեմ, որ այդ 51 դպրոցներից որոշ դպրոցներ վերակազմակերպվեցին գիշերային խնամքի կենտրոնների, որովհետև այն ժամանակ էլ այդ նույն հարցը բարձրացվեց, իսկ ինչ են անելու այն երեխաները, ովքեր օրինակ ընտանիքը չունի բնակարան, հա, կամ միակողմանի ծնողազուրկ երեխա է, կամ ծնողները գտնվում են արտերկրում, ասենք, արտերկրում կամ ավելի վատ վիճակներ էլ կային, երբ ծնողները ազատազրկման վայրերում են։ Ինչ լուծումներ պետք է տանք ու այդ պատճառով ստեղծվել էին գիշերային խնամքի կենտրոնները։ Հիմա այս վերակազմակերպման եւ բարեփոխումների գործընթացում գիշերային խնամքի կենտրոնները վերակազմակերպվում են երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնների։ Այսինքն մի կողմից մենք ունենում ենք հատուկ դպրոցներ, որոնք վերակազմակերպվում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, այստեղ մանկավարժական աջակցության խնդիրն է լուծվում։ Մյուս կողմից մենք ունենք ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոններ, այստեղ էլ սոցիալական աջակցության խնդիրն է լուծվում։ Այստեղ մենք այլ խնդիր ունենք, որ բարձրաձայնել են շատ ծնողներ իմ անձնական զրույցների եւ հանդիպումների ընթացքում, որ երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնները աշխատում են նորից առավոտվա 9-ից մինչեւ ժամը 5 կամ 6-ը, բայց ծնողներ կան, որ աշխատում են հերթափոխով։ Արդյոք բավականին ճկունություն կունենան այս ցերեկային խնամքի ընտանիքի աջակցության կենտրոնները, որպիսի աջակցեն ընտանիքին, եթե ընտանիքը կարիք ունի, որ երեխան մնա ավելի երկար։ Մյուս հարցը սնուցման կազմակերպման հարցն է։ Արդյոք այդ հարցը կկազմակերպվի։ Ծնողներից շատերը առաջարկում էին նաև, որ իսկ հնարավոր չի հանրակրթական դպրոցներում երկարօրյա այդ խմբերը ավելացնել, որ ծնողը ստիպված չլինի երեխային դպրոցից հետո տանել ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն, որպեսզի երեխայի այդ խնամքի բաղադրիչը ապահովի։ Այսինքն տարբեր առաջարկություններ ծնողներից հնչեցին։ Մյուս խնդիրը էլի, որ ծնողները բարձրաձայնում էին, երեխայի անձնական օգնականի խնդիրներ։ Տեսեք, այսօր բարեփոխումներով ներմուծվում է ուսուցչի օգնականի ինստիտուտը, այո, որը ուսուցչի օգնականը եւ օգնականն է բոլոր պիտի օգնի ուսուցչին բոլոր երեխաների հետ աշխատանքը կազմակերպելու, բայց կլինեն որոշ երեխաներ եւ կան այդ երեխաները, որոնք ունեն անձնական օգնականի կարիք, անձնական օգնական արդեն երեխայի օգնականն է։ Այդ փորձն էլ ունենք հանրապետությունում, այսպես կոչված tutor, հա, այդ բառն են օգտագործում ծնողները իրենք են լուծումը գտել իրենց խնդրի, բայց այդ ծառայությունները վճարովի են, ցավոք սրտի, եւ ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի վճարել tutor-ի ծառայության համար։ Tutor-ը այն անձնավորությունն է, որ երեխային ուղեկցում է դպրոց, դպրոցում երեխայի հետ է, դպրոցից հետո երեխային տանում է տուն, երեխային օգնում է դասապատրաստման գործընթացում, այսինքն մի քիչ ավելին է կամ անձնական կարիքները հոգալու էլի երեխաներ կան, որ դրա կարիքը
ունեն եւ պիտի ունենան եւ ծնողները բարձրաձայնում են նաեւ այդ հարցը, որ լավ կլինի, եթե պետությունը կարողանա լուծել անձնական օգնականի խնդիրը նաեւ հանրակրթական դպրոցում։ Տեսեք, եթե մենք ենթադրում են, որ ծնողները ուզում են ոչ վճարովի տարբերակ բնականաբար։ Այո, ցավոք սրտի, եթե մենք միայն խոսում ենք հատուկ դպրոցների վերակազմակերպման մասում, դրանք շատ կենտրոնացված են եղել Երևանում, կենտրոնացված են եղել մեծ քաղաքներում, պիտի կարողանանք մենք ծառայությունների ապակենտրոնացում ապահովել եւ ծառայությունները հնարավորինս մոտեցնել համայնքներին, ընտանիքներին եւ դպրոցներին։ Հուսամ մենք հաջորդ շաբաթ առիթ կունենանք նաև նախարարության ներկայացուցչին լսելու եւ այս բոլոր հարցերն ու մտահոգությունները նաև ուղղելու այնտեղ, փորձենք հասկանալ, թե ինչպես են պատկերացնում իրենք լուծումները, ձեր նշած խնդիրների լուծումները։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ զրույցի համար, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տարբերակ հաղորդաշարի տաղավարում այսօր զրուցում էի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի եւ Գետառքել գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Դիանա Աղասարյանի հետ։ Մենք զրուցում էինք ներառական կրթության խնդիրների մասին, կհանդիպենք։